Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ։ Երկուստը կնդգծվել է Հայաստանում գործընկերության շարունակական խորացման հարցում Հայաստանի եւ Կիպրոսի միջև գործակցության կարեւորությունն ու հեռանկարները։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային հարցերի։ Արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ չնայած բոլոր դժվարություններին, Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օրակարգին։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ քաղաքապետարանում իրականացվել է ապացուցողական եւ այլ վարույթային գործողություններ։ Արդյունքում կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ, այլ մանրամասներ դեռևս չեն հայտնում նախաքննության շահերից ելնելով։ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին, ստեղծելով կայուն եւ վստահելի բիզնես։ Միաժամանակ ՊԿ ներկայացրել է ապրիլի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած հարկային իրավախախտումների, կանխման, խափանման եւ բացահայտման ուղղությամբ տարված աշխատանքների արդյունքները։ 50 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր։ 14 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ, 18 դեպքով արձանագրվել է լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու խախտումներ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրադադարի, սակայն նրան ժամանակ է պետք, որպեսզի գնահատի այդ նպատակին հասնելու համար Կիևի ջանքերը։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք Ուկրաինան բավարար քայլեր է անում դրան հասնելու համար, Թրամփն ասել է, որ իրեն ժամանակ է պետք հետևություններ անելու համար։ Ավելի լավ է ձեզ ասեմ մոտ 2 շաբաթից, քանի որ չեմ կարող ասել այո կամ ոչ։ Կարծում եմ, որ Զելենսկին ուժեղ տղա է։ Նրա հետ գործ ունենալը հեշտ չէ, բայց ես կարծում եմ, որ նա ցանկանում է կանգ առնել։ Հուսով եմ, պատասխանն այն է, որ նա ցանկանում է լուծել այս խնդիրը, ասել է Թրամփը։